Բանջարաբոստանայի մշակաբույսերի տակ գտնվող ցանկատարածություններից մեկն է 11 հեկտար հողատարածքի վրա մենատնտես-նվեր Գաբրելյանը տարբեր մշակաբույսեր է ցանել, տարին բարենպաստ է եւ արդեն արտադրանքը հասցրել է շուկա հանել։ Մոտ 7 հեկտար սոխա, 2 պամիդոր, 2 բադրժան, մի հեկտար էլ խառը բիբարա, վարունգա, լոբիա, մի քիչ ձմերուկա։ Վարունգն է, այս պահին որ հավաքում ենք, մի 5 օրից էլ սոխը։ Պամիդորն է մի 15 օրից պամիդոր բադրժան կսկսենք էլի հավաքել։ Պոմիդորի, բադրիջանի եւ սոխի ցանկատարածություններն այս օրերին ազատվում են մոլախոտերից։ Աշխատուժը հիմնականում մոտակա գյուղերի բնակիչներն են, 25 մարդ, իսկ Բերքահավաքի եռուն շրջանում գործին կգծվեն եւս 25-ը։ Այս պահի դրությամբ գարանացան սոխի քախան ենք անում։ Քանի ժամ եք աշխատում օրվա կտրված։ 8 ժամ։ Օրվա կտրվածքով 8 ժամ։ Աշխատավարձը 5000 դրամ։ Նորմալ է դա, թե։ Դե ոչինչ։ Տարին բարենպաստ է բանջարաբոստանայի մշակաբույսերի համար։ Գյուղնախարարությունն էլ մշակել է հատուկ ծրագիր, բանջարեղենի մշակությամբ զբաղվող հողագործներին օժանդակություն է ցուցաբերում։ Պարտանոցից բացի հեկտարին 200,000 դրամով աջակցություն են ցուցաբերում է հեկտարին։ Իհարկե օգտագործողը իրեն ըստ իր պահանջների կարող է վերցնել գումարը, կարող է վերցնել համապատասխան պարտանյութերը իր աշխատանքները կազմակերպելու համար։ Շրջանում գերազանց վիճակում են գարանացամշակաբույսերը, հատկապես եգիպտացորենի ցանկատարածությունները։ Այս դաշտերից առատ բերք է ակնկալվում, իսկ դրա գրավականը ժամանակին ու ճիշտ կատարած ագրոտեխնիկական աշխատանքներն են։ Կարողացան սեմ ժամկետում շատ էֆեկտիվ աշխատանք կատարել եւ արդյունքում ունենք արդեն մոտ 800 հեկտար բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքեր եւ 1200 հեկտար եգիպտացորենի ցանքեր։ Ամեն ինչ կատարվել է ժամանակին, բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները կատարել են եւ նման աշխատանքի արդյունքում արդեն բարձր բերք ստանալը հնարավոր է։ Վարչապետը եղավ նաև հացահատիկայինների բերքի տակ գտնվող ցանկատարածություններում։ Այստեղ բերքահավաքն իրականացնում են օրեր առաջ հանրապետություն ներկրած հացահատիկահավաք կոմբայներով։ Գարիկ Հովսեփյանն այս տարի 100 հեկտարի վրա գարի, 200 հեկտարի վրա ցորեն է ցանել։ Արդեն մի քանի օր է ինչ սկսել է հունձը։ Բերքատվության նախնական ցուցանիշները գոհացնում է մենատնտեսին։ Արդյունքները լավ են, մոտ 48-ից 50 ցենտներ բերք եմ ստանում, շնորհիվ մեր մասնագետներին, որոնք խորհուրդ են տալիս։ Ես էլ լսում եմ, ճիշտ ասած, լսելով է ճիշտը։ Մի բան ես գիտեմ, բան եկայրանք են ասում, դրանից էլ արդյունք գալիս է հենց բերքի վրա ազդում են, որ բերք նորմալ ստանում ես։ Այսա որ փորձենք պետք է երեսվար անենք, ջուրը գցենք, խոնավություն վեկալը, որ աշան արդեն կարողանանք նոր պատրաստենք աշանացան։ Բերքահավաքի այս եռուն ժամանակահատվածում ուժեղացված ռեժիմով են աշխատում արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները, հրշեջ հենակետեր, դիտակետեր ու պարեկային ծառայություն, ամեն ինչ ստեղծված է բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար։ Անցած տարիների մեր այդ փորձը իհարկե մեզ համար վերլուծությունները անելով մենք արդեն հենակետերը ավելացրել ենք, հաշվի առնելով որ այս տարի հոտածած տարածքներն են շատ միաժամանակ եւ արդեն 24 հենակետի փոխարեն մենք արդեն 28 հենակետ ենք դրել, ընդ որում 6 տեղերում մենք ունենք երկուական մեքենաներ տեղակայված։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր